վրա։ Սա կարծում եմ շատ կարևոր է, որովհետև բարևարկությունը ստուգող, կարգապահությունը ստուգող ստորաբաժանման աշխատակիցները առաջին հերթին իրենք պիտի լինեն այդպիսին, ապա նոր միայն դիտարկեն մյուս ծառայողների վարքագիծը։ Անդրադառնալով միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտում իրականացված աշխատանքներին, հարգելի գործընկերներ, պիտի նշեմ, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ բավական ակտիվ աշխատանքներ ունենք այս շաբաթ։ Ի վերջո պաշտոնապես կստանանք արդեն գործողությունների ծրագիրը եվրոպական կողմից փոխանցվող եւ արդեն գնդակը կլինի Հայաստանի Հանրապետության դաշտում, որովհետեւ հստակ կլինեն անմիջոցառումները, որոնք որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պետք է ապահովեն այս տեսանկյունից։ Պիտի փաստեմ, որ գործողությունների ծրագիրը հաշվի առնելով այլ երկրների փորձառությունը եւ մեր շփումները եվրոպական կողմի հետ նորություն չէ որպես այդպեսին, որովհետեւ հիմնականում նախատեսված են այնպիսի միջոցառումներ, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն իսկ թիրախավորել է որպես բարեփոխման ենթակա ուղղություններ։ Առաջին ուղղությունը թերևս այս ոլորտում բիոմետրիկ համակարգի ներդրումն է եւ ես նշեմ, որ ակտիվ կերպով շարունակում ենք այս աշխատանքները, ունենք կնքված պայմանագիր, արդեն իսկ տարածքային գրասենյակների մասով որոշարկում ունենք մասնավոր գործընկերոջ հետ, վերջնականացրել ենք նաեւ տարածքային գրասենյակների արտաքին նկարագրերը, բիոմետրիկ նույնականացման քարտի արտաքին նկարագիրը եւս հաստատված է եւ առաջիկայում նաեւ անձնագրի արտաքին նկարագրի հաստատում եւս կունենանք որպես այդպիսին։ Բնականաբար այստեղ նաեւ պիտի վերանայվեն շենքային պայմանները ծառայության եւ նաեւ մասնավոր գործընկերոջ, արդեն իսկ մոդելային տարբերակը շինարարական աշխատանքների նախատեսման համար նախատեսված է եւ մենք մինչեւ արդեն 2026 թվականի առաջին կիսամյակ այս աշխատանքները կապահովենք եւ երկրորդ կիսամյակից սկսած կսկսենք արտադրությունը բիոմետրիկ նոր անձնագրերի եւ նույնականացման քարտերի։ 2025 թվականի հոկտեմբերի 6-ից նախագործարկվել է նաեւ հարգելի գործընկերներ քաղաքացիության նոր համակարգը, գիտեք, որ ազգային ժողովը ընդունել է օրենսդրական նախաձեռնություն, որով քաղաքացիության դիմումների ընդհանուր պատկերը թվայնացվում է եւ մենք 2026 թվականի հունվարի 1-ին ընդառաջ արդեն իսկ հոկտեմբերի 6-ից նախագործարկել ենք այս համակարգը։ Մինչ այդ նշեմ, որ ընթացիկ տարվա 9 ամիսների հաշվարկով հանրապետության նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 17180 անձի, աճ ունենք քաղաքացիության շնորհման 15.5%-ով եւ դադարեցվել է 3166 անձի քաղաքացիությունը, այստեղ եւս ունենք աճ 10.7%-ով, բայց ընդհանուր համայնապատկերում քաղաքացիություն շնորհված անձանց թիվը գերակշռում է։ Անդրադառնալով Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կողմից քաղաքացիության ձեռքբերման գործընթացին, պիտի նշեմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել 21916 տեղահանված անձ։ Նույն օրվա դրությամբ նախագահի հրամանագրով արդեն 14064 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն եւ անձնագրավորման միջոցով քաղաքացիություն ձեռք է բերել նաեւ 7191 անչափահաս։ Պիտի նաև նշեմ, որ եւս ընթացիկ ունենք գործեր, որոնք որ քննարկման փուլում են գտնվում, 7852 գործ այժմ գտնվում է ընթացքավորման փուլում։ Նշեմ նաև, որ 2026 թվականին ընդհանուր առմամբ նաև նախատեսում ենք ներդնել կացության կարգավիճակների ամբողջական թվայնացված տարբերակը, արդեն իսկ փաթեթը ներկայացվել է ազգային ժողովին եւ ես վստահ եմ, որ սրանով միգրացիա եւ քաղաքացիության ծառայության կյանքում թվայնացման բլոկը էական փոփոխություններ կունենա եւ մեզ միայն շատ փոքր բաղադրիչ կմնա որպես այդպիսին թվայնացման։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է 312177 ՀՀ քաղաքացու անձնագիր եւ ես պիտի նշեմ, որ բիոմետրիկ նոր համակարգի ներդրման պայմաններում հարցը նաեւ դիտարկել ենք մասնավոր գործընկերոջ հետ, որպեսզի անցումը շատ սահուն լինի եւ մենք կարողանանք ընդհանուր առմամբ հերթերի պատկերը կառավարելի ունենալ այս տեսանկյունից։ 2025 թվականի հուլիսի 3-ին ընդունվել է միգրացիայի ոլորտի կարևորագույն օրենսդրական նախաձեռնությունը, որը բնակչության պետական ռեգիստրի մասին նոր օրենսդրությունն է եւ մենք ընթացիկ տարում նաեւ այս ուղղությամբ էական քայլեր ենք ձեռնարկել, ներկայումս նաեւ ընթանում է X-Road փոխգործելիության հարթակի ներդրումը, որը կապահովի արագ եւ անվտանգ տվյալների փոխանակում գերատեսչությունների միջև։ Անդրադառնալով հանրային ծառայությունների մյուս բլոկին, խոսքս հաշվառման քննական ստորաբաժանումներին է վերաբերում, պիտի նշեմ, որ ներդրել ենք հիբրիդային հերթագրման նոր համակարգ, որը թույլ է տալիս թե on-line հերթագրման տարբերակով եւ թե նաեւ կենթանի հերթագրման տարբերակով գրանցվել եւ սպասարկվել հաշվառման քննական ստորաբաժանումներում։ Ես նշեմ, հարգելի գործընկերներ, որ
ընթացիկ տարում տարբեր քննարկումներ ենք ունեցել հերթերի մասով հաշվառման քննական ստորաբաժանումների, բայց ինչ ունեինք նախորդիվ, ունեինք իրավիճակ, երբ որ ընդհանուր մինչև նախորդ օրը քննության կամ որևէ գործարքի անձը ստանում էր համապատասխան հաղորդագրություն եւ հարցեր նա կարողանում էր իր ժամանակահատվածը կազմակերպել այնպես, որ ներկայանա քննությանը կամ այլ գործարքի կազմակերպմանը թե ոչ, իսկ այս պայմաններում կարող է անձամբ մուտք գործել համակարգ, իրեն հարմար օրը եւ վայրը արդեն ընտրել եւ գնալ գործարքը կատարելու։ Սեպտեմբերի 1-ից տարածքում գործում են թվային վարորդական վկայականները, ամբողջությամբ անցել ենք թվային վարորդական վկայականների համակարգի եւ այլևս ոստիկանությունը վարչարարություն չի իրականացնում այն քաղաքացիների նկատմամբ, որոնք իրենց մոտ չունեն պլաստիկ տարբերակով վարորդական վկայականներ, ինչը կարծում եմ էապես հարմարավետություն է ապահովել նաեւ վարորդներին այս առումով։ Բնականաբար նաև հարմարավետության տեսանկյունից նոր գործիքակազմ ենք տվել մեր այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են արտահերթ սպասարկվել եւ լրացուցիչ վճարի դիմաց ընդհանուր ժամանակացույցից դուրս որևէ օր վերցնել եւ նախատեսել ենք տեսական կամ գործնական քննությունների մասնակցելու համար պետական տուրքի դիմաց մասնակցել արտահերթ։ Պիտի փաստեմ, որ բավական ակտիվ են օգտագործում մեր քաղաքացիները այս հնարավորությունը եւ նաեւ պարոն Սարգսյանն էր ներկայացրել որոշակի առաջարկներ այս մասով։ Ես ուրախ եմ, որ կարողացել ենք ընթացիկ տարում ապահովել այս օրենսդրական փոփոխությունը։